Բանակային անցնող շաբաթն ամփոփելու ժամանակն է, բարի երեկո։ Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը։ Հավերժ փառք եւ խոնարհում բոլոր նահատակներին, հարատև խաղաղություն եւ բարօրություն Հայաստանի Հանրապետությանը եւ բանակին։ Իսկ թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել բանակում այս շաբաթ, առաջարկում ենք ծանոթանալ համառոտ եւ մեկ տեսաշարով։ Զինվորական ծառայությունը որպես ընտանեկան կենսակերպ եւ առաքելություն փոխգնդապետ Համլետ Վարդանյանն ու սերժանտ Արմինե Պողոսյանն են ներկայացնում հայրենիքին ծառայելու իրենց տեսլականը։ Փառահեղ հաղթանակ, աշխարհի երկակի չեմպիոն, Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ, մարզական վաշտի զինծառայող Մալխաս Համոյանը կրկին դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր։ Ճանաչողական շրջայց ռազմական ակադեմիայում ապագա սպաների ծնողները տեղում ծանոթացել են իրենց զավակների ուսումնական առօրյային։ Կարգազանց 2025 ռազմական ոստիկանության ուշադրության կենտրոնում ճանապարհային երթևեկության եւ զինվորական համազգեստի կրման կանոնների խախտումներն են եւ պահանջվող փաստաթղթերի առկայությունը։ Մրցապայքար լավագույնի կոչմանն արժանանալու համար անցկացվել է Լեռնագագաթի հաղթահարում ստորաբաժանման կազմով մրցույթի վերջին փուլը։ Բանակում չափազանց կարևոր է բարձր հրամանատարական պաշտոններ զբաղեցնող սպաների դերը։ Նրանք են շարքային զինվորներին կրթում ու դարձնում պատրաստված եւ հմուտ մասնագետներ։ Մեր ուշադրության կենտրոնում այս անգամ ստորաբաժանման հրամանատարի հրետանու գծով տեղակալ հրետանու պետ փոխգնդապետ Համլետ Վարդանյանն է։ Նա շուրջ 2.5 տասնամյակ զինված ուժերի շարքերում է։ Իդեպ փոխգնդապետի կինը նույնպես զինվորական է եւ ամուսնու հետ զուգահեռ ծառայում է պատասխանատվության բարձր գիտակցումով։ Փոխգնդապետ Համլետ Վարդանյանն ու սերժանտ Արմինե Պողոսյանն ամուսիններ են։ Կրում են զինվորական համազգեստ, իրականացնելով երկրի պաշտպանության պատվաբեր ու նվիրական առաքելությունը Հանրապետության հյուսիսային զորամասերից մեկում։ Մասնակցությամբ հրետանավոր եմ, արդեն 27 տարվա զինվորական ստաժ ունեմ։ 2002 թվականին եմ ավարտել ռազմական ինստիտուտը, այնուհետև նշանակվել տարբեր զորամասերում։ Սիրել եմ իմ գործը, մինչ այսօր սիրում եմ, կազմակերպում եմ։ Ծառայության մեջ դժվարություններ լինում են, նամանավանդ եթե ընտանիքից 2 հոգի են ծառայում, հիմնականում ընտանեկան հարցերի շուրջ, երեխաներին, չգիտեմ, դաստիարակելու, պահելու, բայց դե համատեղել ենք։ Զինված ուժեր մտել եմ իմ ցանկությամբ, համազգեստը սիրել եմ, հիմա եմ սիրում, կրում եմ, հպարտ եմ, որ մեր բանակում եմ։ Տիկին Արմինեն ի տարբերություն ամուսնու ծառայում է թիկունքում, իրականացնում է ժամկետային անձնակազմի փաստաթղթերի հաշվառում ու գրանցում։ Սակայն զորամասից զորամաս տեղափոխվելով էլ կարողացել են համատեղել ընտանիքի հոգսերն ու ծառայությունը եւ շուտով իրենց որդուն էլ կճանապարհեն բանակ։ Երեխաներն էլ են հասկացել, որ սա սովորական աշխատանք չի, ծառայություն է։ Փոխգնդապետ Վարդանյանը ստորաբաժանման հրամանատարի հրետանու գծով տեղակալն է։ Մասնակցել է բոլոր մարտական գործողություններին։ Տարիների ընթացքում կուտակած փորձն ու մասնագիտական գիտելիքներն է փոխանցում ժամկետային զինծառայողներին ու ենթակա մյուս անձնակազմին։ Համազգեստ կրող մարդը սպան պիտի լինի արժանապատիվ, հայրենասեր եւ սիրի իր գործը, իր մասնագիտությունը, որպեսզի կարողանա յուրաքանչյուր տեղ դա կիրառելով իր խնդիրը ճիշտ կատարի։ Հենց այդ նպատակով փոխգնդապետն անձամբ է վերահսկում ստորաբաժանման թե տեսական, թե գործնական բոլոր պարապմունքները։ Ծառայական առօրյայի մի մասը նա պարտադիր կերպով անց է կացնում դիրքերում, որտեղ հրետանային հաշվարկները գործնական առաջադրանքներ են իրականացնում ըստ վերադասի ցուցումի։ Բացեք ռակային դիրքը։ Եվ այսպես հրետանային միջոցը բացազատված է։ Հրամանատարի խոսքով առաջադրանքը գերազանց կատարված։ Հաճախակի գալիս եմ ստեղ դիրքի հավաքի գլխավորության պարամունքներ են իրականացնում նրանց վարժվածությունը պատասխանատվության մակարդակը ստուգելու համար։ Խնդիրներ ու բաստողումներ չկար, բայց եթե լինում են թերություններ, մենք տեղում դիրքի հավաքի եւ հաշվարկի հրամանատարի հետ ճշտում ենք այդ թերությունները, սխալները իրենց ասում ենք։ Փոխգնդապետը վստահեցնում է, անձնակազմին կրթելու եւ հմուտ զինվորականներ պատրաստելու համար ունեն անհրաժեշտ բոլոր միջոցներն ու պայմանները։ Իրենք էլ որպես փորձառու սպաներ այդ նպատակին ուղղված ջանք ու եռանդ չեն խնայում։ Շուրջ 3 տասնամյակ ծառայության ընթացքում Համլետ Վարդանյանը հատկապես կարևորում է վերջին տարիներին բանակում ընթացող բարեփոխումները, մասնավորապես ատեստավորման գործընթացը, ինչը մեծապես նպաստել է ծառայության արդյունավետության բարձրացմանը։ Յուրաքանչյուր սպա, ովքեր որ ատեստավորում են, իրանց համար ավելի
մի շարք հարցեր հեշտանում է, օրինակ ես ատեստավորվել եմ գերազանց գնահատականով եւ ստանում եմ 850,000 դրամի մոտ գումար, որով իսկ նաեւ կարողանում եմ մեր ընտանեկան բարեկեցության հետ կապված լիքը հարցեր կազմակերպել։ Համլետ Վարդանյանն իր գործի հմուտ մասնագետն է։ Տարիներ շարունակ ծառայելով սահմանային զորամասերում, շուտով նա իր ներուժը կծառայեցնի արդեն սպաներ պատրաստող ռազմական գլխավոր կրթօջախում, ակադեմիայում, դասավանդելով հրետանու ֆակուլտետում։ Իմ վերադրված խնդիրներն ու պարտականությունները կատարելու եմ հանուն հայրենիքի, հանուն երկրի եւ Հայաստանի Հանրապետությանը։ Ծառայության բերումով ընտանիքը, մասնավորապես զինվորական ամուսինները, որոշ ժամանակ կրկին հեռու կգտնվեն միմյանցից։ Ինչ արած, այսպիսին է զինվորականի կյանքն ու ընտրած ճանապարհը։ Պետք է լինես այնտեղ, որտեղ քո կարիքը առավել շատ է զգացվում։ Լաուրա Մամյան, Ռուբեն Մնացականյան, Զինուշ։ 18-ից 27 տարեկան ես, համարձակ ու վստահ քո ուժերին, ունես նպատակներ, ուրեմն ոչինչ չի կարող կանգնեցնել քեզ։ Ընտրիր նոր հնարավորություն, կանանց եւ աղջիկների համար ներդրված կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը։ Կծառայես այստեղ, բացառապես ուսումնական զորամասում, ծառայության ու կեցության լավագույն պայմաններում։ Ծառայության տևողությունը ընդամենը 6 ամիս, ավարտին 1 միլիոն դրամ պատվովճար։ Ուզում ես մնալ բանակում, շարունակիր ծառայությունը պաշտպան հայրենիաց ծրագրով 5 տարվա պայմանագրային զինվորական ծառայության հիմունքներով։ Կոտրիր կարծրատիպերը, հավատա, ձգտիր, դարձիր նրանցից մեկը։ Հիմա քո հերթն է։ Լեռնային շրջաններում արշավները չափազանց կարևոր նշանակություն ունեն, քանի որ դրանք առաջին հերթին ամրապնդում են զինծառայողների ֆիզիկական կարողությունները եւ դժվարություններին դիմակայելու կամքը։ Լեռնագագաթի հաղթահարում ստորաբաժանման կազմով մրցույթի վերջին փուլը, որը կրում էր անկախության վերելք խորագիրը, անցկացվեց այս շաբաթ։ Լավագույնի կոչման արժանանալու համար պայքարը թեժ էր։ Ներսես Իվանյանն է պատմում։ Մրցույթի մեկնարկին մնացել են հաշված րոպեներ։ Զորամիավորումները, առանձին զորամասերն ու ռազմական ակադեմիան ներկայացնող թիմերի զինծառայողները հագնում են զորաբաճկոններն ու սաղավարտները, իրենց տեղերն են զբաղեցնում մեկնարկային գծի մոտ։ Պատրաստ ենք իրար օգնել, սատարել, դժվարություններն էլ հաղթարենք միասին։ Բազմիցս անգամ հաղթահարել ենք բարձունքներ, տարբեր տեղեր, տարբեր բնակլիմայական պայմաններում։ Հուսով ենք, որ թիմը առաջի տեղ զբաղեցնելու։ Վստահ ենք, որովհետև պարապմունքները անցկացվել է նորմալ, պատրաստ են յուրաքանչյուր առաջադրանք կատարելու։ Եվս մի ակնթարթ եւ մեկնարկում է Լեռնագագաթի հաղթահարում ստորաբաժանման կազմով մրցույթի վերջին անկախության վերելք մրցափուլը։ Որպես այդպիսին մրցումը 4-րդ եզրափակիչ փուլն է, նպատակն է մեր զինծառայողների շրջանում ռազմակիրառական հմտությունների զարգացումը, բարդ տեղանքում արագ կողմնորոշվելու, արագ տեղաշարժվելու, անվտանգ տեղաշարժվելու հմտությունների ձևավորումը։ Ոչ ոք չէր պատրաստվում զիջել դիրքերը, լայելով ուժերը, զինծառայողները հաղթահարեցին Գեղամալ լեռնաշղթայի քարքարոտ լանջերը։ Նման երթաշարները ֆիզիկապես են ամրապնդում մեզ, բացի այդ նաև հոգեպես եւ դրան ավելանում է նաև թիմային աշխատանքը, քանի որ Լեռնագագաթը հաղթահարում է թիմը, այլ ոչ թե մեկ հոգին, ու թեկուզ մեկ հոգին եթե չկարողանա հասնել թիմին ու չկարողանա բարձրանալ Լեռնագագաթ, մնացածի արդյունքը ոչինչ չի հավասար։ Առանձնահատկություններից մեկն էլ նա է, որ յուրաքանչյուր փուլում իրավունք ունի մասնակցել մեկ մասնակից, հետևաբար տարվա կտրվածքով նախապատրաստվելով եւ մրցումների մասնակցելով ունենում ենք մեծ թվով պատրաստված եւ լեռներում գործելու ունակ զինծառայողներ։ Սարալանջին, թթվասնային քաղցը, ինքնաձիգի, զրահաբաճկոնի եւ սաղավարտի հավելյալ ծանրաբեռնվածությունը դանդաղեցնում էին զինծառայողների ընթացքը, ֆիզիկական դժվարությունները, սակայն, ունակ չեղան նվազեցնելու մասնակիցների համառությունն ու եզրագիծը րոպե առաջ հատելու պատրաստակամությունը։ Բանակի ուժեղագույն թիմերի հետ համավասար մրցույթին ներգրավվել եւ արժանավույնս հանդես եկավ նաեւ ռազմական ակադեմիայի կուրսանտական թիմը։ Շատ լավ է։ Թիմի ավագ փոխգնդապետ Ղարիբյանն ասում է. գաղտնիքը ակադեմիայում կուրսանտներին փոխանցվող
առաջադրված խնդիրը ամեն գնով կատարելու, դժվարությունների առջև չընկրկելու գաղափարների արդյունքն է։ Ռազմական ակադեմիան մեծ ուշադրություն է դարձնում թիմային աշխատանքին, կոլեկտիվի ներդաշնակմանը, կոլեկտիվ խմբավորման գործողություններին, թե մարտավարական պարապմունքների տեսքով, թե ֆիզիկական պատրաստության տեսքով։ Ըստ այդմ վստահ եմ, որ թիմը լավ տեղ զբաղեցնի։ Որոշ ժամանակ անց առաջինը լեռնագագաթը ախտարած թիմի անդամները միասնաբար բարձրացրեցին եռագույնը։ Համառու անզիջու մրցապայքարում երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրեց Ռազմական ակադեմիայի հավաքականը։ Հավելենք, որ լեռնագագաթի հաղթահարում ստորաբաժանման կազմով համաբանակային մրցույթի 2025 թվականի հաղթող թիմը որոշվելու է անցած 4 մրցափուլերի ընդհանուր հաշվարկում ցուցաբերած ցուցանիշների հիման վրա, մեդալներից ու պատվոգրերից զատ, արժանանալով նաև համաբանակային մրցույթի գավաթին։ Ներսես Սիվանյան, Հայկ Չիրինգարյան, Ռազմիկ Տիգրանյան, Ծինուշ։ Այս շաբաթ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիան իր դռներն էր բացել առաջին կուրսեցիների ծնողների առջև։ Ռազմական կրթօջախ ճանաչողական այցի նպատակն էր ներկայացնել ուսումնական և կեցության պայմանները, կրթական ծրագրերը։ Այցը ծնողներին լավ հնարավորություն ընձեռեց ծանոթանալու այն միջավայրին, որտեղ իրենց զավակներն առաջին քայլերն են անում ապագա սպայի կայացման պատասխանատու ճանապարհին։ Նաիրա Համբարձումյանն է պատմում։ Նոր ուսումնական տարվա մեկնարկին Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիա ընդունված կուրսանտների ծնողների հետ հանդիպման ժամանակ ակադեմիայի պետ գնդապետ Արսեն Մանգասարյանը համոզմունք հայտնեց, որ մենք իբրև հասարակություն միասին ենք կերտում մեր ապագա հրամանատարին, կարևորելով ընտանիքը որպես միջավայր, որտեղ գոտեպնդվում, քաջալերվում է բանակի ապագա սպան հրամանատարը։ Գնդապետ Մանգասարյանն ուշադրություն հրավիրեց վերջին տարիներին ակադեմիայում իրականացված կրթական, սոցիալ-կենցաղային բարեփոխումներին, ընդգծելով, որ ամենակարևոր փոփոխությունը մոտեցումն է։ Այսօրվա այս ընթացքը ինձ հպարտություն է տալիս, որ հազար հայրենիք ենք կառուցում։ Պետի խոսելը ինձ հիացրեց։ Ես հասկացա, որ դրանք միայն խոսքեր չէին, այլ հոգուց բխած։ Միջազգային համագործակցության շրջանակում ժամանակակից կրթության մեթոդներ են ներդրվել, որոնք ամբողջանում են ուսանողակենտրոն բուհական միջավայր ձևավորելու գաղափարի շուրջ։ Ծնողների հետ հանդիպման ընթացքում մանրամասնեց գնդապետ Մանգասարյանը։ Գործող ներքին ցանցի եւ կուրսանտներին հատկացված համակարգիչների միջոցով ինքնապատրաստության կազմակերպումն առավել արդյունավետ է դարձել։ Դասապրոցեսում կուրսանտի ներգրավվածության ընդլայնման շնորհիվ այսուհետ հնարավոր է դառնում շեշտադրել առաջնորդության ձևավորման առաջնահերթությունները։ Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ նաեւ ծնողների դիտարկումները լսելուց հետո ակադեմիայի պետը հյուրերին առաջարկեց անձամբ ծանոթանալ իրենց զավակների կրթության կազմակերպման եւ կեցության սոցիալ-կենցաղային պայմաններին։ Այսօրվա հանդիպումից հատկապես շատ գոհ եմ։ Ճիշտն ասած, իրանց այդ կարանտինի շրջանը շատ բարդ է անցել։ Հիմա կարևորն է նա, որ իրանք հաստատակամ են, ինքնավստահ են, այստեղ լավ հրամանատարական կազմ ունեն, ովքեր ամեն ինչով պատրաստ են աջակցելու մեր տղաներին, մեր ապագա հրամանատարական կազմին, մեր երկրի պաշտպաններին։ Մենք էլ որպես ծնող պարտավորված ենք նմանապես աջակցելու, որովհետև համատեղ է լինելու այդ ամեն ինչը։
Հյուրերը եղան օտարլեզուների ամբիոնի լսարաններում, շրջեցին մասնագիտական լսարաններում, այցելեցին ակադեմիայի պատմության թանգարան եւ սպորտ դահլիճ։ Մեր երեխեն ստեղ հենց չի եկել, ստեղից գնալու է պաշտպանի հայրենիքը։ Համոզված եմ, որ լավ ղեկավարներ ունի ու կստացվի։ Ցանկությունն էլ մեկն է, որ ստացված սպաներ դուրս գան ստեղից։ Շրջայցի ընթացքում շեշտվեց այն գաղափարը, որ ակադեմիան կրթության կազմակերպման իր նոր հայեցակարգում առաջնահերթություն է համարում իդեմս այստեղ ուսանող երիտասարդների կրթել գրագետ անհատներ զինվորականի մասնագիտությամբ։ Հաշվի առնելով զինվորական մասնագիտության առանձնահատկությունները, հատկապես կարևորվում է ճշգրիտ եւ հասարակագիտական առարկաների դասավանդումը, որը կազմակերպվում է լավագույն դասախոս մասնագետների ներգրավմամբ։ Առաջին հերթին հպարտություն եմ ապրում, որ որդիս ընտրել է ապագա սպայի մասնագիտությունը։ Ծնողներին ուղեկցող սպաներն առանձնահատուկ ուշադրություն հրավիրեցին առաջնորդության հմտությունների ձևավորմանը միտված կրթական մեթոդների կիրառման կարևորությանը, համոզմունք հայտնելով, որ մեր բանակի ապագա սպաները պետք է լինեն հոգեպես եւ գաղափարապես կայացած, հուզական հասունության բարձր մակարդակում գտնվող առաջնորդներ, ովքեր ունակ կլինեն գործել ճկուն, ղեկավարել իրենց ստորաբաժանումները, փոփոխվող իրավիճակներում կկարողանան ինքնուրույն որոշումներ կայացնել։ Օրն ամփոփվեց ծնողների եւ կուրսանտների հանդիպմամբ։ Սա այն ուժեղ փոխադարձ կապն է միմյանց նկատմամբ, երբ ճանաչում ենք եւ հարկ եղած դեպքում կարողանալու ենք ուղիղ աշխատել կուրսանտի ծնողի հետ, որպեսզի համատեղ ջանքերով, միասին ուժերով կարողանանք պատրաստել պատրաստված արհեստավարժ հմուտ առաջնորդ ղեկավար սպա, ով պետք է վաղը իրականացնի Հայաստանի Հանրապետության պաշտպանության սուրբ առաքելությունը։ Վերջիններս իրենց ընտանիքի անդամներին անձամբ ծանոթացրին ակադեմիայում կուրսանտի հանգստի ու կեցության պայմաններին, իսկ ծնողներն իրենց հերթին կիսվեցին հրամանատարական կազմի հետ հանդիպման ու շրջայցի տպավորություններով։ Նաիրա Համբարձումյան, Հայկ Չիլինգարյան, Զինուշ։ Զորակոչվել ես բանակ ու մտածում ես, ինչպես է անցնելու կյանքիդ նոր շրջափուլը։ Հնարավոր է արդյոք ծառայել Հայաստանի Հանրապետությանը ու միաժամանակ բարձր աշխատավարձ ստանալ։ Ծառայելուն զուգահեռ բարձրագույն քաղաքացիական կրթությամբ զբաղվել։ Հաճախակի լինել տանը, ընտանիքիդ կողքին, զորացրվելիս էլ տուն վերադառնալ 5 միլիոն դրամ պատվովճարով։ Այո, այդ հնարավորությունը քեզ տալիս է Պաշտպան հայրենիաց ծրագիրը։ Սա ժամկետայինից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու բացառիկ հնարավորություն է յուրաքանչյուր նորակոչիկի համար։ Ցանկություն հայտնիր պայմանագիր կնքել 5 տարի ժամկետով եւ կծառայես բնակությանդ վայրին մոտ զորամասում, կստանաս բարձր եւ երաշխավորված աշխատավարձ, իսկ պատեստավորման արդյունքում նաեւ աշխատավարձդ բազմապատկելու հնարավորություն։ Եվ սա դեռ ամենը չէ։ 5 տարի անց պայմանագրի ժամկետի ավարտին կստանաս ուշադրություն 5 միլիոն դրամ պատվովճար։ Գումարն էլ կտնօրինես ինչպես ուզում ես։ Հետաքրքրեց, ուրեմն կատարիր քո ճիշտ ընտրությունը հենց հիմա։ Օրեր առաջ անցկացվեց Կարգազանց 2025 հերթական միջոցառումը։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեցին եւ արձանագրվեցին ճանապարհային երթևեկության, զինծառայողների կողմից համազգեստի կրման կանոնների եւ արտաքին տեսքի խախտումներ։ Այս անգամ ռազմական ոստիկանության ուշադրության կենտրոնում էին հատկապես քաղաքացիական մեքենաներ վարող զինծառայողները։ Ստուգվել են բոլոր փաստաթղթերը եւ անհրաժեշտության դեպքում եղել է համագործակցություն նաեւ ներքին գործերի նախարարության բարեկային ծառայության հետ։ Զինծառայողը քաղաքավարության կանոնների պահպանման օրինակ պետք է լինի ոչ միայն զորամասում, այլև հասարակական վայրերում։ Պետք է մշտապես լինի կոկիկ զինվորական համազգեստի կրման կանոնների խիստ պահպանմամբ եւ աչքի ընկնի պատասխանատվության բարձր զգացումով։ Հասարակական վայրերում զինծառայողների կարգապահության համար պատասխանատու է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը։ Օրեր առաջ անցկացվեց Կարգազանց 2025 միջոցառումը, որի նպատակը Կարգազանց զինծառայողներին հայտնաբերելն էր։
Ռազմական ոստիկանության պետի տեղակալ գնդապետ Արթուր Մուրշատյանը վերջին հրահանգներն է տալիս ենթականերին ու պահանջում խիստ ուշադրություն դարձնել հատկապես քաղաքացիական մեքենա վարող զինծառայողներին, ստուգել բոլոր փաստաթղթերն ու անհրաժեշտության դեպքում համագործակցել ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության հետ։ Մեր վերլուծությունները բերել են հետևյալ հետևությունների, որ կան զինծառայողներ, որոնք համազգեստի արկայությունը ընկալում են որպես ոչ թե պարտավորություն, այլ տարբերվելու գիտակցություն, զինծառայողներ, որոնք չունեն օրինակ վարորդական վկայական, համազգեստի ընկալման խեղաթյուրման արդյունքում համազգեստով մեքենա են վարում, որի հետևանքով նաև ունենում ենք ավտոտրանսպորտային պատահարներ։ Նման դեպքերը անհետևանք չպետք է մնան, ասում է ռազմական ոստիկանության գնդապետն ու հավելում, օրինազանց զինծառայողներին հայտնաբերելու դեպքում հենց իրենք են հրավիրում պարեկային ծառայությանը համապատասխան վարչարարություն իրականացնելու համար։ Արթուր Մուրշատյանը զինվորականներին հորդորում է անկախ կոչումից ու զբաղեցրած պաշտոնից մեքենա վարել միայն վարորդական վկայական ունենալու դեպքում։ Ռազմական ոստիկանության ուշադրության կենտրոնում են նաև ՊՆՊ թամարանիշներով մեքենաների վարորդները։ Տվյալ տրանսպորտային միջոցի կազմեցինք արձանագրություն թերի լրացված փաստաթղթերի պատճառով։ Կազմված արձանագրությունը ուղարկվում է զորամաս ու այնտեղ հրամանատարությունը որոշում է հետագա ընթացքը։ Ռազմական ոստիկանությունը կարգազանց միջոցառման շրջանակում համապատասխան վայրերում իրականացնում է նաև հետիոտնային ծառայություն։ Գործառույթը նույնն է, ինչ ավտոկարգախմբերի դեպքում։ Զինծառայողի նույնականացում արտաքին տեսքի ու փաստաթղթերի ստուգում։ Լուսադեմից իրականացնում ենք կարգազանց միջոցառումը, միջոցառման շրջանակներում հայտնաբերում ենք համազգեստի կրման կարգը խախտած զինծառայողներին։ Եթե զինծառայողի մոտ առկա չէ փաստաթղթերը, տեղափոխում ենք բաժին անձը նույնականացնելու նպատակով։ Տարվա ընթացքում մենք պլանին համապատասխան մի քանի միջոցառում նմանատիպ իրականացնում ենք։ Շատ կարևոր է հասարակության ընկալումներում զինծառայողի, կարգապահ զինծառայողի կերպարը արմատավորելու խնդիրը լուծել եւ ըստ էության այս նմանատիպ միջոցառումները նաեւ միտված են դրան։ Միջոցառման ընթացքում կարգազանց զինծառայողների վերաբերյալ կազմված արձանագրություններն ու միջնորդագրերը կուղարկվեն վերադաս հրամանատարությանը ծառայողական քննություն անցկացնելու եւ խախտում կատարած զինծառայողներին համապատասխան կարգապահական տույժի ենթարկելու նպատակով։ Տաթևիկ Աբրահամյան, Հովանես Գրիգորյան, Սինուշ։ Շարունակում ենք թողարկումը։ Օրերս Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած հունահռոմեական ոճի իմշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի ըմբիշ աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը կրկին նվաճեց չեմպիոնական տիտղոսը։ Երիտասարդ մարզիկը նաև Հայաստանի Հանրապետության բանակի մարզական վաշտի զինծառայող է։ Ուստի նրա փառահեղ հաղթանակը չէր կարող պատշաճ ուշադրության չարժանանալ նաև Զինուշ հեռուստացրագրում։ Մեր գործընկեր Զարուհի Ռշտունին է զրուցել աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանի հետ։ Հունահռոմեական ոճի իմշամարտիկ Մալխաս Ամոյանն է։ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած հունահռոմեական ոճի իմշամարտի աշխարհի առաջնությունում չեմպիոնի տիտղոսը իրենն է։ Ասեմ, զգացողություններս անբացատրելի են, քանի որ այս ինչ քաշային կարգս փոխում արդեն 3 տարի կլինի, որ աշխարհի առաջնությունից բրոնզե մեդալով էի վերադառնում, օլիմպիական խաղերից էլ էլի բրոնզե մեդալ, ինչ որ միտեղ ինչ չէ հերիք հասնում, ինչ որ մի բան խանգարում էր, բայց փառք Աստծո, ճիշտ մարզումների շնորհիվ, քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացա հասնել իմ նպատակին։ Մալխասը փառահեղ հաղթանակով իր մարզական կարիերայում երկրորդ անգամ է նվաճում չեմպիոնի տիտղոսը։ 77 կիլոգրամ քաշային կարգում ըմբիշը 4 գոտեմարտ հաջողությամբ հաղթահարեց, իսկ եզրափակչում 9-1 հաշվով պարտության մատնեց Փարիզի օլիմպիական խաղերի չեմպիոն ճապոնացի Նաո Կուսակային։ Ամենադժվարը ինձ համար կառանձնացնել եզրափակիչ գոտեմարտը, կարող է բոլորին թվա, որ մեծ առավելությամբ հաղթե ինձ հեշտ է տրվել, բայց չէ, ես հոգեպես շատ փորձել եմ լավ պատրաստվել այդ ըմբիշի դեմ, քանի որ օլիմպիական խաղերում հենց նրան էի պարտվել եւ ուզում էի նաեւ հաղթել նրան, կարողացա ճիշտ գոտեմարտ անցկացնել, ավելի շատ հասկացա, որ կարողացել եմ այդ սխալները շտկել, գտնել նրա հաղթանակի բանալին, որը որ օլիմպիական խաղերում ընդհանրապես չկարողացա գործել եւ այս անգամ
կարողացա ճիշտ գոտե մարտել եւ հաղթել։ Աշխատասիրություն, հետևողականություն եւ մեծ նվիրում։ Ահա աշխարհի չեմպիոնի հաջողության գրավականը։ Իմ շամարտը ես կասեի նաև բոլոր սպորտաձևերը, միայն ֆիզիկական աշխատանք չի, պետք է կարողանաս հոգեպես, ֆիզիկապես, տակտիկապես, ամեն ինչը մի փոքր կապ ունի սպորտում։ Ինչպես նաև գիտելիք, ուսում։ Այս հաղթանակը Մալխասի համար առանձնահատուկ էր, քանի որ զինվորի կարգավիճակում եռագույնը միջազգային հարթակում բարձրացնելն առավել պարտավորեցնող էր։ Համար մեծ պատիվ է, որ ես զինվոր եմ, շատ հետաքրքիր ժամանակահատված է, լիքը բան ենք սովորում, ճիշտ է, շատ ժամանակ մենք լինում ենք հավաքների, լինում ենք մրցաշարերի, այդ ժամանակահատվածում բացակայում ենք, բայց իրոք պետք է տղամարդուն, ինչպես նաև կոփում է։ Աշխարհի չեմպիոնն ասում է, իր հաղթանակն առաջին հերթին նվիրում է զինված ուժերում ծառայող բոլոր զինվորներին։ Ուզում առաջին նրանցի շնորհակալություն հայտնել, ես երախտապարտ եմ նրանց, նրանք են պահում են երկրի սահմանները, նրանք մեզ կողքին են եւ այս հաղթանակներն են ինձ թվում է նրանց կողքեվորի մեր բոլոր մարզիկների հաղթանակները, քանի որ մենք մի երկիր ենք, հանդես են գալիս Հայաստանի Հանրապետությունից եւ հնչում է հիմնը եւ դա բոլորիս հաղթանակն է։ Արչևում դարձյալ մրցաշարեր են տարբեր ակումբային առաջնություններում, իսկ հաջորդ տարվա ապրիլին Եվրոպայի առաջնությունը, որին աշխարհի չեմպիոնը մեծ ոգևորությամբ է պատրաստվում մասնակցել դարձյալ զինվորի կարգավիճակում։ Զարուհի Ռշտունի, Հովանես Գրիգորյան, Զինուժ։ Եթերում Զինուժն էր, մենք ամփոփում էինք անցնող շաբաթը, բանակային նորություններին հետևեք նաև առցանց սոցիալական մեդիա հարթակում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ նույն տեղում, նույն ժամին կրկին առանձնացնելով եւ ամբողջացնելով զինված ուժերի առօրյային վերաբերող թեմաները։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչեւ նոր հանդիպում։